Ռաֆայել Գաբրիելյանը ծնվել է 1941 թվականին Ստեփանակերտում, Բամբորի ընտանիքում։ Միջնակարգն ավարտելուց հետո զորակոչվել է խորհրդային բանակի շարքերը։ Զորացրվելուց հետո 1964-ին վերադարձել է հայրենիք եւ աշխատանքային գործունեությունը սկսել Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկայում որպես ատաղձագործ։ 1966 թվականին ընդունվել է Մախաչկալայի տեխնոլոգիական ինստիտուտը։ Ուսումը կիսատ է թողել ծանրկացության մեջ հայտնված ընտանիքին օգնելու անհրաժեշտությունից դրդված, վերադարձել է ֆաբրիկա եւ շարունակել աշխատանքը։ Նրա կյանքը անխզելիորեն կապված էր կահույքի ֆաբրիկայի հետ։ Բացառիկ վարպետ էր, արտադրության նորարար, միացյալ արտադրամասերի պետ։ Ինչ նվիրվածությամբ աշխատում էր հարազատ կոլեկտիվում, նույն նվիրվածությամբ էլ զինվորագրվեց Արցախյան ազատագրական շարժմանը, հայրենի Արցախի ապագան տեսնելով անկախ գոյակցության մեջ։ Ամենաշատը Ղարաբաղցում սիրում եմ, այնպիսին էլ սիրում։ Իմ վղս է շատ եմ սիրում, բյուզացի։ Հերու հետ կարող է կեցածենի կիսլավոց կապրեի, կարող է շև ուզում սպրեի, բայց կեցած չում։ Ռաֆայել Գաբրիելյանը Արցախյան շարժման ընդհատակյա փուլի մասնակիցն էր։ 1988-ին դառնալով բանվորական խմբի անփոփոխ ղեկավարը, իր խառնվածքով, հոգու ուժով կարողացավ իր հետևից տանել մայր հայրենիքի հետ վերամիավորման գաղափարով տոգորված զանգվածներին։ Վալոդյանն Բեգլարը, հետո Մավրիկյանն, այդ խմբի նախբերը, Ռաշիդյանն, խոսում ենք բանվորական խումբ բերանք եւ աշխատանք ստեղծենք, որովհետեւ այն սկլադն պենլող թավամա։ Շուշին փողատան սկլադը լող մակրում ես մոտակերտային դամաշ մարտունավեշ մենի։ Պիտի ռևիզիորնը մզանից ընտրվել, որ կադրալի ուտան։ Նրա անկախկեցվածքն ու վճռականությունը, ակտիվ գործունեությունը չէին կարող դուրս մնալ այն ժամանակ Արցախում հաստատված Սաֆոնո-Պոլյանիչկոյի ռեժիմի տեսադաշտից։ 1991 թվականին Կոլցո ռազմագործողության ժամանակ Ռաֆայել Գաբրիելյանը ձերբակալվեց ԽՍՀՄ ներքին գործերի Ալֆա խմբավորման կողմից եւ տեղափոխվեց Բաքվի Շուվելյան բանտը։ Ավելի քան 1 ամիս ենթարկվել է կտտանքների եւ խոշտանգումների, սակայն հավատարիմ է մնացել շարժման գաղափարախոսությանն ու սեփական սկզբունքներին։ Ազատ արձակվելուց հետո շարունակել է պայքարը հանուն Արցախի ազատության ու անկախության։ Ես ինչ հրաման քշերը քոնչում եմ։ Քշերը մտածում եմ մեր առողջը ինչ անի։ Սա քշերը նամեր տիկին էլ գիտեմ։ Ես խոսալ եմ մտքում ասես մեկ մյուսը։ Մենակ մտածում եմ հենց անի որ ժերտվա չի։ Ժերտվա բառը ժողովրդին չի կարելի երաց։ Ես չուն կապերացի չեմ արավ, բայց մի հատ էլ ժերտվա չեմ տողալիս։ Ռաֆայել Գաբրիելյանը 5 զավակների հայր է։ Ավագ որդին Արսեն Գաբրիելյանը, լինելով Սանկտ Պետերբուրգի անտարատեխնիկական ակադեմիայի ուսանող, կիսատ է թողել ուսումը, հայրենիքի կանչով վերադարձել ու անդամագրվել Արցախյան ազատամարտին։ Գոյամարտի կամավորը զոհվեց 1992-ի հունիսին Նախիջևանիկի պաշտպանության համար մղված ծանր մարտերում։ Ծանր կորուստը իր ազդեցությունը թողեց Ռաֆայել Գաբրիելյանի առողջականի վրա։ Կյանքից հեռացավ 76 տարեկան հասակում, իրենից հետո թողնելով բարի համբավ։ Արցախյան շարժման ակտիվիստը իր գործունեության համար արժանացել է մի շարք պետական պարգևների։ Կոզին там моментом вы ճանաչեմ ես մուսը государства ну это կմիանանք Հայաստանի հետ սաչեր գնում բայց կոզին գնահատում ես որովհետև սա աշխարհը Ղարաբաղի նման ազգ չելալ որ 50,000 ողջի մեջ կկոտրել